19-րդ դարում արևմտահայությունը շարունակում էր դաժան ճնշման ենթարկվել Օսմանյան կայսրության կողմից։ Ճնշումը գործադրվում էր ոչ միայն քաղաքային աշխատավորությամբ, այլ նաև հայ գյուղացիության նկատմամբ։ Հայ գյուղացիությունը դաժան հարկահանությամբ էր ենթարկվում ոչ միայն թուրք ավատատրերի, այլ նաև մնացած մահմեդական ցեղերի կողմից։ Հիմնականում հարկային գործը տրամադրված էր այդ մահմեդականներին, որոնք հարկերի հավաքումը իրականացնում են ոչ այդքան էլ բարեխիղճ տարբերակով, ավելի շատ կապալային համակարգով են իրականացնում, այսինքն հարկերը վերցնում էին անհատապես եւ կտանքների միջոցով։ Դա մեծացնում էր ատելությունը իշխող դասակարգի եւ ընդհանուր պետության նկատմամբ։ Լավ չէ դրությունը նաեւ քաղաքում թե Կոստանդնուպոլսում, թե կայսրության մնացած հայաշատ քաղաքներում հայությունը փաստացի զրկված էր քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին մասնակցությունից ամեն պարագայում։ Իրավիճակը որոշ առումով փոփոխվում է Թանզիմաթյան ռեֆորմներից հետո, որը Օսմանյան կայսրությունն իրականացրեց 1830-ականներից մինչև 1840-ական թվականների ավարտը։ Մեծ հաշվով այդ բարեփոխումները կայսրությունը չփրկեցին կործանումից, որովհետև Թանզիմաթով Թուրքիան ձգտում էր արևմտականացման, այսպես կոչված թեզի միջոցով, փրկել կայսրությունը, պահել հպատակ ժողովուրդներին իրենց տիրապետության տակ, այլ ոչ թե նպաստել կայսրության ոչ թուրք բնակչության իրավունքների պաշտպանությամբ կամ նրանց իրավունքների ընդլայնմամբ։ Այս ընթացքում հայության մոտ նկատվում է քաղաքական եւ տնտեսական կյանքին մասնակցության որոշակի փորձեր։ Սա կարող ենք նաև սկսել 1860-ական թվականներից, երբ որ ընդունվում է արևմտահայության սահմանադրությունը, որը իրավական առումով կարգավորում էր հայկական համայնքի ներքին կարգու կանոնը, բայց դա գլոբալ սահմանադրություն չեն կարող որակել։ Դա իհարկե գործնականում այդքան էլ կենսական նշանակություն չունեցավ, բայց նպաստեց հայ հասարակական քաղաքական մտքի զարգացմանը արևմտահայության մեջ։ Առաջացան երկու հոսանքներ՝ պահպանողական եւ ազատական լիբերալ հոսանքները, որոնք եւս արդեն եղան այսպես կոչված նախակարապետը ազատագրական խմբակների եւ այնուհետեւ նաեւ կուսակցությունների ձևավորման գործում։ Ինչից է բխում պահպանողականությունը։ Հայ պահպանողականները հիմնականում արևմտահայության փրկությունը տեսնում էին ավանդական հայկական արժեքների, եկեղեցու, կրոնի, դպրոցի պահպանման միջոցով եւ նրանք չէին էլ ձգտում առաջ անցնել դրանից, նրանք ամբողջ գործընթացը տեսնում են միայն ինքնապահպանման եւ ինքնաամփոփման մեջ։ Ազատական լիբերալ գաղափարախոսության կրողները, որոնցից է օրինակ Միքայել Նալբանդյանը, նրանք կարծում են, որ արևմտյան Հայաստանի ազատագրությանը վերջնահաշվարկով կամ հասարակության փոփոխությանը կարող են հասնել արևմտյան լուսավորական գաղափարների տարածման միջոցով, դրանք են ֆրանսիական հեղափոխության գաղափարները, Մոնտեսկյոյի, Ժան Ժակ Ռուսոյի եւ մնացած այլ ֆրանսիացի լուսավորիչների գաղափարների տարածմամբ, բայց մեծ հաշվով սրանք այնպիսի հասարակական ու քաղաքական հոսանքներ են, որոնք այսպես կոչված ժամանակակից եւ ակտուալ չէին Օսմանյան կայսրությունում եւ գործնականում կիրավելի չէ, որովհետեւ Օսմանյան կայսրության մոդելը այլ ուղղությամբ էր գնում, իսկ հայ հասարակական միտքը լրիվ այլ ուղղությամբ էր գնում։ Սա արդեն նպաստեց, ինչպես նշեցի, ազատագրական խմբակների ձևավորմանը, բայց գործընթացին մեծ հարված հասցրեց ռուս-թուրքական պատերազմը 1877-78 թվականների, որը իրականացավ երկու ռազմաճակատներում՝ Բալկանյան եւ Կովկասյան։ Երկու ռազմաճակատներում էլ ռուսական բանակը թուրքական բանակի նկատմամբ ուներ բավականին մեծ գերակայություն։ Բալկանյան ճակատում ռուսական բանակը շատ արագ կարողացավ Ադրիանոպոլիսը գրավելով արդեն մոտենալ Կոստանդնուպոլսին, իսկ Կովկասյան ճակատում ռուսական բանակի հաջողությունները մեծ հաշվով նաև կապված էին հայկական զենքի, հայ կամավորականների հետ։ Նրանց օգնությամբ ռուսները գրավեցին Բայազետը եւ նաև Էրզրումը։ Էրզրումի գրավումով արդեն Օսմանյան կայսրությունը զգաց իր մոտալուտ պարտությունը պատերազմում եւ գնաց արդեն հարցի ավելի խաղաղ կարգավորմանը։ Բանակցությունների հետ կապված սկսվեցին բանակցություններ, նախնական այսպես կոչված համաձայնություն ձեռք բերվեց Սան Ստեֆանոյում, որտեղ առաջին անգամ արծարծվեց
հայկական հավց կոչված, այսպես կոչված եզրույթը առաջացավ այն հայկական նահանգներում Թուրքիայի կողմից բարենորոգումներ իրականացնելու թեզով, որը պահանջեց ռուսական կողմը, որպեսզի իր գրաված տարածքներում Թուրքիան բարենորոգումներ իրականացնի, ապահովելով խաղաղ հայ քրիստոնյա բնակչության ապահովությունը, կյանքի եւ գույքի անձեռնմխելիությունը։ Քանի որ, ինչպես նշեցի սկզբում, հայ աշխատավորությունը եւ նաեւ գյուղացիությունը չուներ անձի կյանքի եւ գույքի ապահովագրություն Օսմանյան կայսրությունում։ Սակայն հարցը տապալվեց Բերլինի կոնգրեսի միջոցով, որտեղ բարենորոգումների ծրագիրը արդեն վերաբերվում էր ոչ թե Հայաստանին, այլ հայկական նահանգներում։ Բերլինի կոնգրեսը, որպես այդպեսին կարող ենք բնութագրել որպես արևմտյան պետությունների կողմից ծանծազերծված դավադրություն, ուղղված տվյալ պատերազմի իրական հանգուցալուծմանը, որովհետև տեսնում ենք, որ ռազմաճակատում հաղթանակներ գրանցած ռուսական բանակը փաստացի գնաց հարցի ավելի ոչ հաղթական լուծմանը եւ ավելի դա ձեռնտու էր արևմտյան պետություններին, Գերմանիային եւ մնացած երկրներին։ Պատմության ասպարեզ իջավ արդեն հայկական հարցը, կարող ենք սա համարել հայկական հարցի միջազգայնացման շրջան, սակայն կրկին քողարկելով այդ ամենը, որովհետեւ հայկական հարցը որպես այդպեսին վերաբերվում է հայկական պետականության վերականգնմանը բուն Հայաստանում, Բերլինի կոնգրեսը որպես այդպեսին տեղի ունեցավ Գերմանիայի հովանու ներքո Օտո ֆոն Բիսմարկի կողմից կազմակերպվեց 1878 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը, բայց մինչև այսպես կոչված կոնֆերանսի իրականացումը նախնական բանակցություններ են տեղի ունեցել Օսմանյան կայսրության եւ համաժողովը հրավիրող երկրների միջև։ Օրինակ Անգլիան ապահովելով իր այսպես կոչված պաշտպանությունը Թուրքիային, դա հիմնավորել է ստանալով Թուրքիայից Կիպրոս կղզին որպես փոխհատուցում։ Մնացած երկրները Թուրքիան Ֆրանսիայից իջել էր օրինակ Ալժիրը, որպեսզի Ֆրանսիան գոնե չեզոքություն պահպանի այդ համաժողովի ընթացքում։ Մի խոսքով ստեղծվել էր բավականին լավ իրադրություն, որպեսզի Բերլինի կոնգրեսը հակառակ ուղղությամբ շրջել պատերազմի իրական հետևանքների նկատմամբ։ Բերլինում եւս քննարկման առարկա եղավ այսպես կոչված հայկական հարցը, հենց դա համարվում է հայկական հարցի միջազգայնացման սկիզբը որպես այդպեսին, սակայն հայկական Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու տերմինը փոխարինվեց հայկական նահանգներում խղճուկ այդ տերմինով, որը շեղեց նաև հայկական հարցի բուն էությունը, քանզի հայկական հարց որպես այդպեսին առաջացել էր մայր հայրենիքում, այսինքն բուն Հայաստանում պետականության վերականգնման խնդրի հետևանքով, բայց փաստացի վեհաժողովը հայկական հարցի ձևակերպումը տալիս է զուտ բարենորոգումներ իրականացնել եւ այդպիսով արևմտահայության ներքին կյանքը կարգավորելու տարբերակով։ Միջազգային այս կոնֆերանսից հետո փոխվեց նաև հայության վերաբերմունքը ընդհանուր խնդրի վերաբերյալ արտասահմանում գտնվող հայկական ինտելիգենցիան եւս որ տեսավ հայկական հարցի միջազգայնացումը եւ արևմտյան պետությունների այն խավդավանքներն ու նենք միջամտությունն ու փոփոխությունները դրա վերաբերյալ արդեն գնաց հարցի կարգավորման սեփական տարբերակների մտածմանը, հասավ այն գաղափարախոսությանն ու այն մտքին, որ արդեն պահը հասունացել է ձևավորել հայ քաղաքական կուսակցություններ, խմբակներ, որոնք իրենց վրա կվերցնեն այդ պատասխանատվությունը, կազմակերպելու արևմտահայության պաշտպանությունը եւ վերջնարդյունքում նաեւ արևմտահայաստանի ազատագրումը Օսմանյան կայսրությունից։ Դրա հետ կապված արդեն կարող ենք հենց նշել առաջին հայ քաղաքական կուսակցության առաջացումը, դրան նպաստեց դա Արմենական կուսակցությունը 1885 թվականին առաջացավ հենց այդ գաղափարախոսության հիման վրա։ Նրանք որպես այդպիսին ազատական կուսակցություն են եւ նրանք եւս տեսնում են Արևմտյան Հայաստանի ազատագրությունը, հետագայում իհարկե կուսակցությունը մեծ վնաս կրեց 1896 թվականի Վանի ինքնապաշտպանության ժամանակ, երբ որ մեծ հաշվով կուսակցության էլիտար ներկայացուցիչները սպանվեցին թուրքերի կողմից Պարսկաստան անցնելու ժամանակ եւ դա հարվածեց կուսակցությանը։ Հնչակյան կուսակցությունը հայ քաղաքական մտքի պատմության մեջ այն միակ կուսակցությունն էր, որը առաջինը առաջադրեց միասնական եւ ամբողջական Հայաստանի ստեղծումը եւ նաեւ տվեց այդ Հայաստանում սոցիալիզմին հասնելու գաղափարական հենքը։
եւ նաեւ իրականացրեց գաղափարախոսության մշակում ու ներկայացում արտասահմանում թերթում տպագրվում էր գաղափարախոսությունը, հայ հասարակությունը տրամադրվում էր ամբողջ այն սոցիալիստական գաղափարախոսության հենքը, որով պետք է կառավարվի ապագա ազատագրված Հայաստանը։ Եվ երրորդ կուսակցությունը, որի մասին կարող ենք խոսել, արդեն որ առաջացավ 1890 թվականին, դա հայ հեղափոխականների դաշնակցություն կուսակցությունն է։ Իսկ որն էր դաշնակցության առաջացման պատճառը։ Թիֆլիսում գործող ազատագրական խմբակները, հնչակյանները, արմենականները, մշակ թերթի վրա կենտրոնացած հնչակյաններն ու այլ ազատագրական գաղափարախոսությունը կրող գործիչները եկան ընդհանուր հայտարարի եւ ձևակերպեցին արդեն ընդհանուր գաղափարախոսությունը, որն է հասնել Հայաստանի ընդհանուր ազատագրությանը եւ պետականության վերականգնմանը։ Սա արդեն ամրագրվեց 1890 թվականին Թիֆլիսում կայացած ժողովում, որտեղ Քրիստափոր Միքայելյանը հայտարարեց հայ հեղափոխականների դաշնակցության ստեղծման մասին։ Չնայած հայ քաղաքական կուսակցություններն առաջադրում էին Արևմտյան Հայաստանն ազատագրելու տարբեր տեսակետներ ու գաղափարախոսություններ, բայց մեծ հաշվով նրանց միջև գոյություն ունեին հակասություններ, տարակարծություններ, որը արդեն նպաստում էր, որպեսզի ընդհանուր միտքը չգա ընդհանուր գաղափարի եւ արդեն եկավ նոր կուսակցության առաջացման գաղափարը ընդհանուր միության հետ կապված, որն էլ նպաստեց 1890 թվականին Թիֆլիսում հայ հեղափոխականների դաշնակցության առաջացմանը։ Սա հետ կապված կարող ենք նշել, որ դաշնակցության սկզբնական պատմության մեջ նրա մեջ մտել են մի շարք տարբեր քաղաքական մտքի տեր, քաղաքական գործիչներ, կուսակցություններ, անհատներ եւ խմբակներ։ Դրանցից առաջինը կարող ենք նշել, թե ինչի հիման վրա այն ձևավորվեց երիտասարդ Հայաստան քաղաքական խմբակի հիման վրա, որի ղեկավարը հանդիսանում էր Քրիստափորը, որն էլ ցանկանում էր ստեղծել հենց այդ հեղափոխականների միությունը Թիֆլիսում եւ համագործակցում էր թե գաղտնի, թե բացահայտ տարբեր խմբակների հետ։ Երկրորդ որպես այդպիսին ազդեցություն ունեցող քաղաքական ուժը դա Խաչատուր Մալումյանի կողմից առաջ տարված ուժն էր, որոնք հիմնվում էին մշակ թերթի վրա, մշակն էլ հիմնականում արտահայտում էր սոցիալիստական մտքեր եւ հենց մեծ է Խաչատուր Մալումյանի դերը կուսակցության գաղափարախոսության եւ ընդհանուր հենքի վրա, որ նա էր ստիպում, որպեսզի սոցիալիստական մտքերը տեղ գտնեն կուսակցության գաղափարախոսության մեջ եւ հենց սկզբնական շրջանում էլ այդպես էլ եղավ, որովհետեւ դաշնակցությունը ներկայացավ որպես սոցիալիստական կուսակցություն։ Եվ վերջնարդյունքում տեսնելով հենց դրա հաղթանակը նաև Հայաստանում, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով հենց նաև սոցիալիզմի հետ կապված անհամաձայնության հետ կապված տեղի ունեցավ պառակտում կուսակցության մեջ եւ Խաչատուր Մալումյանի թևը, ավելի սոցիալիստական թևը դուրս եկավ հեղափոխականների միջից, չհամագործակցեց նրանց հետ, որովհետև հիմնական դաշնակցականները Սիմոն Զավարյանը եւ Քրիստափորը ցանկանում էին տեսնել Հայաստանի ազատագրությունը Ներսես Վարժապետյանի ծրագրի հիման վրա, որտեղ որևէ խոսք չկար սոցիալիզմի կառուցման եւ ընդհանուր հասարակության կյանքի բարեփոխման վերաբերյալ, չէր տալիս պետության իրական մոդելը։ Եվ սա հենց արդեն հանգեցրեց կուսակցության պառակտմանը եւ առաջացավ հայ հեղափոխական դաշնակցությունը, որն էլ 1892 թվականին գումարեց իր առաջին համագումարը, այնտեղ էլ հստակեցրեց իր գաղափարախոսությունը, որը հետագայում կտեսնենք նաեւ բազմաթիվ անգամների ենթարկվեց փոփոխությունների եւ աղճատումների։